Սիրելի ծնողներ, այսօր մենք ձեզ հետ կշտկենք երեխայի կրծքի մոտ դիրքը, որովհետև կրծքով կերակրման ընթացքում առաջացող շատ խնդիրներ, օրինակ պտուկների ճաքերը, երեխայի անհանգիստ վարքը կրծքի մոտ, երբեմն ընդհանրապես կուրծքը չբռնելը, անբավարար կաթի քանակը առաջանում են հենց երեխային կրծքի մոտ սխալ դիրքավորելու պատճառով։ Դե գնացինք։ Մայրիկը հաճախ երեխային գրկում է այսպես։ Այս դիրքում սկսում է կրծքով կերակրումը։ Եկեք տեսնենք ինչ է տեղի ունենում։ Որպեսզի երեխան այս դիրքում հասնի կրծքին, պետք է գլուխը պտտի դեպի կուրծքը։ Օպա, պտտեց։ Հիմա բերեք պատկերացնենք, պտտված գլխով արդյոք հեշտ է կաթիկ ուտելը։ Փորձելու համար դուք ինքներդ պտտեք գլուխը ու փորձեք թուքը կուլ տալ կամ ջուր խմեք պտտված գլխով։ Զգում եք, այս տեղի մկանները լարվում են։ Սա երեխային անհարմարություն է պատճառում։ Երեխան կարող է կերակրվելու ընթացքում պարբերաբար գլուխը փորձել ուղղել, հետո նորից հետ բերել դեպի կուրծքը։ Այս գործողությունները կարող են մայրիկին ցավ պատճառել։ Մայրիկը կարող է կարծել, որ երեխան անհանգիստ է, չի ուզում ուտել այդ պահին, բայց իրականում ընդհանրապես երեխային անհանգստություն է պատճառում պտտված գլուխը։ Ուղղեք այն։ Պտտված գլուխը ուղղելու համար անհրաժեշտ է պարզապես երեխայի փորիկը պտտել դեպի ձեզ, փորիկը փորիկին։ Երեխային գրկում ենք կերակրելու ընթացքում, փորիկը փորիկին։ Հիշեցինք, անցանք առաջ։ Պտույտն ուղեցինք։ Հիմա տեսնենք ինչ խնդիրներ կան այս դիրքում։ Երեխայի գլուխը արմնկափոսում է եւ ինչ ենք նկատում, որպեսզի երեխան հասնի կրծքին, երեխան գլուխը պետք է իջացնի դեպի կուրծքը։ Զգում եք, տեսեք, այս դիրքում երեխան գլուխը պետք է իջացնի դեպի կուրծքը։ Հիմա փորձեք հիշել, երբ որ մենք ջուր ենք խմում, մեր գլխի շարժումը ուղղված է թեթևակի դեպի վեր։ Երեխան նույն բանն է ուզում կրծքի մոտ, նա ուզում է, որ իր գլուխը մի փոքրիկ դեպի վեր լինի։ Բացի սա, մենք հիշում ենք, որ երեխայի բերանիկը փոքրիկ է, իսկ կուրծքը մեծ։ Երեխան, որպեսզի կուրծքը բռնի, պետք է բերանիկը լայն բացի։ Իսկ այս դիրքում փորձեք իջեցնել գլուխը հնարավորինս ներքև ու բերանը լայն բացել։ Չի ստացվում։ Շատ ավելի դժվար է։ Ուրեմն երեխան ոչ թե պիտի իջնի դեպի կուրծքը, այլ պետք է մի փոքրիկ թեթևակի բարձրանա դեպի կուրծքը։ Դրա համար երեխային պետք է տեղաշարժենք ոտիկների ուղղությամբ, երեխայի ոտիկների ուղղությամբ ներքև տեղաշարժում ենք այնքան, մինչև երեխան դեպի կուրծքը մի փոքրիկ ձգվի։ Կանգ չենք առնում այնտեղ, որտեղ երեխայի բերանը նայում է ուղիղ դեպի պտուկը, որովհետև այս դիրքում երեխան դեռ կարիք չունի գլուխը մի փոքրիկ հետ գցելու։ Մի փոքրիկ էլ ենք իջեցնում եւ կանգ առնում այնտեղում, երբ պտուկը նայում է երեխայի քիթիկին։ Մենք ձեզ հետ արդեն երկու բան ուղեցինք։ Երեխան չունի գլխի պտույտ եւ ձգվում է դեպի կուրծքը, այլ ոչ թե իջնում։ Ինչ խնդիրներ ունենք այս դիրքում։ Հավանաբար բոլորից ծանոթ է, որ երեխան մոտենում է կրծքին ու սկսում է գլուխը շունիկի պես թափահարել։ Սա բնական է, երեխան փնտրում է կուրծքը։ Մենք պետք է նրան օգնենք, ուղղորդենք, իսկ օգնելու համար մենք կարիք ունենք ֆիքսել երեխայի գլուխը։ Ուրեմն, երբ որ մենք երեխային մոտեցնում ենք ձախ կրծքին, երեխային բռնում ենք աջ ձեռքով։ Տեսեք։ Նման ձևով բռնելու դեպքում մենք հնարավորություն ենք ունենում ֆիքսել երեխայի գլուխը։ Ինչ նրբություններ կան այս դիրքում։ Հիշում ենք, այսպես բռնելու դեպքում երբեք չենք բարձրանում ձեռքով երեխայի գլխի վրա։ Ձեռքով ափով չենք բռնում երեխայի գլուխը եւ առավել եւս գլուխը չենք հրում դեպի կուրծքը։ Սա երեխային սարսափելի դուր չի գալիս։ Մեր ափը ֆիքսում է երեխայի մեջքը։ Տեսեք, ափը մեջքի վրա։ Իսկ մատներով, բութ մատով ու ցուցամատով կամ բութ մատով ու միջնամատով, ինչպես որ ձեզ հարմար է, ֆիքսում ենք երեխայի գլուխը։ Ֆիքսեցինք, երեխան այլևս շունիկի պես շարժումներ չի անում ու մենք արդեն օգնում ենք, ուղղորդում ենք, մոտեցնում ենք կրծքին։ Մի նրբություն եւս, մայրիկները այսպես բռնելու ժամանակ որպես կանոն կենտրոնանում են երեխայի գլխի ու մեջքի հատվածի վրա միայն ու մոռանում են ոտիկների եւ տուտուզիկի մասին։ Մենք մեր ձեռքով ամբողջությամբ փորձում ենք երեխային հենարան ստեղծել
եւ ոտիկներին, եւ մեջքին, եւ գլխին ամբողջությամբ խորն ենք բռնում։ Հիշեք, սիրելի մայրիկներ, երեխաները չեն սիրում, երբ որ մենք կախված ենք նրանց վրա։ Երեխաները սիրում են լինել մայրիկի վրա։ Բնականաբար հասկանալի է, հատկապես եթե կրծքով կերակրման առաջին փորձերն են, մենք լարված ենք, կուրծքը առաջին անգամ երեխայի բերանը պիտի դնենք, մենք գալիս ենք առաջ։ Եթե ձեզ հարմար է առաջ գալ, այդ պահին խնդիր չկա։ Կուրծքը դրեցինք երեխայի բերանը, դրանից հետո անպայման հետ ենք նստում։ Տեսեք, երեխան պիտի զգա ձեզ որպես հենարան, ոչ թե մենք ենք հենվում երեխայի վրա, այլ երեխան է ձեզ վրա հենված։ Հիշեցինք։ Մենք ձեզ հետ ստացանք ճիշտ ելման դիրքը այն պահ, երբ արդեն պետք է կուրծքը երեխայի բերանը դնենք։ Եկեք ամփոփենք ամեն ինչ ասել ենք մինչև այս պահը։ Մենք չունենք երեխայի գլխի պտույտ, երեխան ձգվում է դեպի կուրծքը, կուրծքը երեխայի բերանը դնելու պահին դունչիկով արդեն խրված է կրծքի մեջ, իսկ պտուկը նայում է քիթիկին։ Ափով ֆիքսել ենք երեխայի մեջքը, մատներով ականջի հետևից ֆիքսել ենք գլուխը ու ամբողջ ձեռքով երեխային բռնել ենք, հենարան ենք ստեղծել։ Կարող եք բարձ դնել, սովորական բարձ դնել երեխայի տակը, որպեսզի լրացուցիչ հենարան ունենա։ Հիմա արդեն կենտրոնանանք կուրծքը երեխայի բերանը դնելու նրբությունների վրա։ Առաջինը, կուրծքը պետք է ճիշտ բռնենք, որպեսզի երեխային չխանգարենք։ Սկսենք սխալից ու շտկենք այն։ Մայրիկները որպես կանոն կուրծքը բռնում են այսպես։ Տեսեք, այսպես են բռնում։ Կուրծքը ճիշտ բռնելու ձևը սա է։ Եկեք փորձենք նկարագիր տալ։ Տեսեք, այս դիրքում ուսը լարված է։ Մատերը, եթե այս մատերին փորձենք նկարագիր տալ, գրում են անգլերեն C-տառը։ Խորը մտեք, կուրծքը բռնեք խորքից։ Տեսեք, երբ որ խորն է մտնում, ուսը հանգիստ է, իսկ մատները գրում են U-տառ, անգլերեն U-տառ կամ հայերեն S-տառ։ Երկրորդ, մայրիկները որպես կանոն պտուկը բռնում են մոտիկից, այսպես։ Տեսեք, հիշում եք, ես ասել էի, որ երեխայի դունչիկը պետք է խրվի կրծքի մեջ։ Եթե մենք կուրծքը բռնում ենք այսպես, այս 4 մատերով խանգարում ենք, որ երեխայի դունչիկը խրվի կրծքի մեջ։ Մատիկները տանում ենք հեռու։ Մեզ այս մատիկները պետք չեն, մեզ բութ մատն է պետք գալու։ Այս դիրքում արդեն երեխան կարողանում է հանգիստ խրվել կրծքի մեջ։ Տեսնում եք։ Հիմա սովորեցնեմ, թե ինչպես կուրծքը ճիշտ դնել երեխայի բերանը։ Մոտենում ենք ավարտին։ Հիշում ենք, ելման դիրքը սա էր։ Տեսեք, երեխան դունչիկով խրված է կրծքի մեջ, իսկ պտուկը նայում է քիթիկին։ Հիմա այս դիրքից պետք է արդեն կուրծքը դնենք երեխայի բերանը։ Պատկերացնում ենք, որ սա երեխայի ներքևի շուրթիկն է, սա վերևի շուրթիկն է։ Շատ կարևոր է, որ դուք կրծքով հենվեք երեխայի ներքևի շուրթիկի վրա։ Տեսեք, այս դիրքում հենվեցինք երեխայի ներքևի շուրթիկի վրա ու էլ հենման կետը չպոկեցինք, չսահեցրինք դեպի պտուկը, հա։ Հենվեցինք, երեխան բերանիկը բացում է, բացում-փակում է, ու մենք բութ մատով կուրծքը պտուկը արդեն հրում մտցնում ենք երեխայի բերանի մեջ։ Կրկնում եմ, տեսեք, հենվեցինք ներքևի շուրթիկի վրա, երեխան երբ բերանը կբացի լայն, պտուկը մատով կհրենք, կբրդենք երեխայի բերանիկի մեջ։ Այս դեպքում ինչ ենք ունենում։ Տեսեք, եթե մենք չենք սահում դեպի պտուկը, այս կետը չենք տեղաշարժում, պտուկը դնելուց հետո երեխան շատ մեծ վակուում է անում։ Այն կարողանում է հնարավորություն ունի շատ խորը գնալու։ Ու արդյունքում երեխան կուրծքը խորն է վերցնում։ Հիմա նույն բանը այս դիրքում ցույց տամ։ Այս մատիկները տարանք հեռու, երեխան խրվեց կրծքի մեջ, բերանիկը բացում է, տեսեք, հենվում ենք ներքևի շուրթիկի վրա կրծքով ու բութ մատով հրում բրդում մտցնում ենք պտուկը երեխայի բերանի մեջ։ Ուրեմն հիշեցինք, երբեք պտուկով մի մոտեցեք երեխայի բերանին այսպես։ Երբ որ երեխան պտուկը հեշտ է վերցնում, նա կարող է բերանը շատ փոքրիկ բացել ու վերցնել միայն պտուկը։ Այսպես շատ ցավոտ կերակրում կունենաք։ Այ դուք կարող եք լեզվով ստուգել ատամների տակ կոշտ քիմքն է։
Երբ որ գնում ենք մի քիչ ավելի հետ, փափուկ քիմքն է։ Երբ որ երեխան խորն է բռնում կուրծքը, պտուկը հայտնվում է փափուկ քիմքի տակ, այսպես չի վնասվում։ Իսկ եթե փոքր է բռնում երեխան, պտուկը հայտնվում է կոշտ քիմքի տակ, արդյունքում ունենում եք ճաքեր, վերքեր ու ցավոտ կերակրումներ։ Ու չենք մոռանում, սիրելի ծնողներ, կուրծքը երեխայի բերանը դնելուց հետո արդեն կարող ենք ձեռքերի դիրքը փոխել։ Այս ձեռքը բերեցինք ստեղ, այս ձեռքը բերեցինք ստեղ ու անպայման հետ ենք գնում։ Երեխան սիրում է լինել մայրիկի վրա։ Եվ վերջում ասեմ, որ կերակրումը սկսելուց առաջ անպայման հարմար միջավայր ստեղծեք ձեզ համար, որ ձեռքը չլարվի, ոտքը չլարվի, մեջքը չցավա, միջավայր, որտեղ կկարողանաք օրինակ բարձր տեղավորեք ձեռքերը դնեք բարձրի վրա, հենվեք, հանգիստ, հարմար ու կերակրեք։